Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում հերթական անակնկալ շրջադարձը։ Սոսը վերադառնում է։ Շախունցների ընտանիքը հազիվ էր սկսել դուրս գալ անցյալի ստվերից։ Աննայի ու Միքայելի հարաբերությունները բազմաթիվ փորձություններից հետո կարծես թե վերջապես խաղաղվել էին։ Աննան, ով երկար ժամանակ տարակուսանքի մեջ էր, հիմա արդեն վստահ ժպտում է Միքայելին ու սպասում նրա երեխային, բայց ճակատագիրը նոր փորձություն է պատրաստել նրանց համար։ Բագրատի հեռախոսազրույցը, որը նա փորձում էր պահել գաղտնի, մեծ պայթյունի պես հնչեց։ Նա իր վստահելի մարդուն փոխանցում է լուր, որ շատերի համար կարող էր անհավատալի թվալ։ Նա հեռախոսազրույցի ընթացքում ասում է՝ «Ինչ է, դու վերադառնում ես Հայաստան»։ Բոլորին պարզ է, որ նրա ղեկավարը երիտասարդ է, իսկ դա նշանակում է, որ Սոսը շատ շուտով վերադառնալու է։ Նրա հետ վերադառնալու է նաև Լիլիթը, Աննայի քույրը և իհարկե Սոսի մայրը, ով սերիալներ առաջ լքեց Հայաստանը։ Ինչ է սա նշանակում շախունցների ընտանիքի համար։ Միթե Սոսը ողջ է եղել այս ամբողջ ժամանակ, թե ինչ-որ մեկը կազմակերպել է նրա վերադարձը հատուկ նպատակի համար։ Բագրատի ձայնի տոնից պարզ էր դառնում, որ այս ամենը պատահական չէր։ Նա գիտեր, որ Սոսի վերադարձը կկոտրի շախունցների ընտանիքի անդորրը։ Հնարավոր է, որ հենց նա է կանգնած Սոսի վերադարձի հետևում։ Աննան, ով վերջապես սկսել էր իրեն երջանիկ զգալ, զգում է, որ վտանգը նորից մոտենում է։ Նրա հղիությունը և հույզերը խառնվել են իրար։ Ինչպե՞ս է նա ընդունելու Սոսի վերադարձի լուրը և ինչու ամեն ինչ այսքան բարդանում է հենց այն ժամանակ, երբ վերջապես Աննան ու Միքայելը կարծեք թե հասկանում էին իրար։ Ինչ է սպասվում հետագա սերիալներում։ Արդյոք Սոսը վերադառնում է վրեժ լուծելու։ Ինչ է նա պատրաստվում բացահայտել շախունցների մասին։ Արդյոք այս նոր շրջադարձը կսասանի Աննայի ու Միքայելի հարաբերությունները։ Մի բան հստակ է՝ Սոսի վերադարձը նոր ալիք է բարձրացնելու, որը կարող է կործանարար լինել շախունցների ընտանիքի համար։ Սերիալի ամենասպասելի ու անսպասելի իրադարձությունները դեռ առջևում են, իսկ մինչ այդ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր ու դիտարժան տեսանյութերը առաջինը դիտելու հնարավորությունը և իհարկե տեղեկանալու նոր սերիալների և իհարկե դերասանների կյանքի մասին։ Տեղեկանալու, թե ինչ նոր սերիալներ են սպասվում շատ շուտով հեռուստաէկրաններին։ Մնացեք մեզ հետ, որպեսզի բացահայտենք հեռուստասերիալներում կատարվող ամենահետաքրքիր գաղտնիքները և իհարկե որպեսզի հենց դուք առաջինը դիտեք կադրից դուրս իրավիճակները, որոնք արվում են նկարահանումների ընթացքում։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե վերջապես երբ են Հենրին ու Անգելինան միասին լինելու, սակայն այս սերը կարծեք թե արգելված է, հատկապես այն ժամանակ, երբ վերջապես բացահայտվեն բոլոր գաղտնիքները։ Նրանց սերը դեռ երկար փորձությունների է ենթարկվելու, իսկ թե արդյոք նրանք հաղթահարելու են այդ փորձություններն ու լինելու են միասին, ցույց կտա ժամանակը։ Թե ինչքան ուժեղ է նրանց սերը և ինչպես նրանք կպայքարեն այդ սիրո համար, կդիտեք առաջիկա սերիալներում։ Բայց մինչ այդ Անգելինան խնդրում է Հենրիին, որպեսզի իրենից հեռու մնա, քանի որ նրա հայրը հիվանդանոցում է, իսկ ինչպես Գոռը նշում է, նրան այս պահին անհանգստանալ չի կարելի, իսկ միակ անհանգստությունը ավագի համար դա Հենրիի ու Անգելինայի բաժանումը պետք է լինի։ Իհարկե, Անգելինան, որպես սիրող դուստր, հեռանում է Հենրիից, սակայն նրա սերը այդքան հեշտ չի կարող մոռանալ։ Հատկապես, որ Անգելինայի սրտում արդեն ծնվել են կասկածներ իր իրական ծնողների մասին։ Չէ՞ որ նա կարդաց անալիզների պատասխանը, որը տարիներ առաջ էր, և այդ անալիզներով բնականաբար զույգերի մոտ լինում է անպտղություն։ Թե ինչ կասկածներ կան Անգելինայի սրտում և երբ են բացահայտվելու այդ կասկածները, կիմանաք շատ շուտով, իսկ մինչ այդ Հենդոն հանդիպում է Ֆրիդային։ Բնականաբար նա սպառնալու է Ֆրիդային ու ասելու, որ իր ընտանիքից հեռու մնա և որ Հենրիի միակ մայրը Աննան է։ Աննան էլ լինելով հղի անհանգստանում է, որ Հենրին կիմանա ողջ ճշմարտությունը և իհարկե դա նրան ծանր է տանում։ Այդքան հեշտ չէ այսքան տարիներ մեծացնել, սիրել այդ տղային և վերջում պարզ դառնա, որ
Աննան չէ Հենրիի կենսաբանական մայրը, հատկապես ողջ խոսակցությունը լսում է Ֆաինան, իսկ ինչքան շատ մարդ գաղտնիքն իմանա, այնքան դժվար կլինի թաքցնել։ Արդյոք Ֆաինան կբացահայտի ողջ ճշմարտությունը Հենրիին, թե վերջապես ընտանիքը իրենք կբացահայտեն, կիմանանք մոտակա սերիաներում։ Աննան վախ ունի, որ Հենրին երբ իմանա ճշմարտությունը, կհեռանա իրենից, սակայն իսկական մայրը ոչ թե ծնող մայրն է, այլ այն մայրը, ով այսքան տարիներ պահել ու մեծացրել է նրան իր հարազատ երեխայի նման։ Հենրին սիրո պակաս չի ունեցել Աննայի կողմից։ Եղել են պահեր, նույնիսկ Ֆաինան խանդել է, որ Հենրիին Աննան ավելի շատ է սիրում, քան իրեն։ Ֆաինայի վիճակն այս պահին ծանր է, քանի որ նա գիտակցում է, որ Հենրին իր նույն մորից ծնված երեխան չէ։ Դե ինչ, մնացեք մեզ հետ, շատ շուտով ամենահետաքրքիր գաղտնիքներով կկիսվենք առաջինը ձեզ հետ։